Այսօրվա խոսքիս վերնագիրը ես ասպես եմ դրել Աստծո զորությունը։ Եվ ուզում եմ սկզբում կարդամ Եփեսացիների առաջի գլխից, որտեղ Պողոս առաքյալը աղոթք անում եկեղեցու համար, ասում է չեմ դադարում ձեզ համար գոհություն տալ ձեզ իմ աղոթքներում հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունով, որ ձեր սրտի աչքերը լուսավորվելով գիտենաք։ Պողոս առաքյալը Եփեսացիների առաջի գլխի 17-18 համարները։ Պողոս առաքյալը աղոթք անում, ասում է, այս աղոթք եմ անում ձեր համար եւ գրում է այդ խոսքերը, այն ինչի համար ասում է, ես չեմ դադարում աղոթք անելուց, որ տա Աստված ձեզ իմաստության ու հայտնության հոգի իր գիտությունով, որպեսզի ձեր սրտի աչքերը լուսավորվի։ Եվ ստեղ ինքը թվարկում է 3 բաներ, ինչի համար է պետք մեզ իմաստություն, ինչի համար է պետք մեզ գիտություն, ինչի համար է պետք մեզ լուսավորվել, որովհետև Հիսուսը մի ժամանակ, երբ որ խոսում էր ժողովրդի հետ, ասում էր, այս մարդկանց սիրտը թմրած է։ Ասում է, աչքերով տեսնում են եւ չեմ տեսնում, ականջներով լսում են եւ չեն լսում, եւ այն ինչ որ ես ասում եմ, ծածկված է նրանց համար։ Դրա համար Պողոս առաքյալը աղոթք անում, ասում է, այս աղոթք եմ անում, որպեսզի Աստված բացի ձեր միտքը, բացի ձեր հոգու աչքերը, որպեսզի դուք միտք առնեք այն ինչ որ Աստված ունի, այն ինչ որ Աստված տվել է ձեզ։ Ուստեղ թվարկում է 3 բան, ասում է, որ Քրիստոսի եւ ինչ է, լավ, վերևից կարդամ 18-ից, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենալ, թե ինչ է, առաջինը նրա կոչումի հույսը, երկրորդը ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում եւ երրորդը ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում։ Եվ ես այսօր խոսելու եմ երրորդ բանի մասին, ինչ է նրա գերազանց զորությունը մեզանում, որ ասում է հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսում գործադրեց նրան մեռելների միջից հարուցանելով։ Այսինքն այն զորությունը, որ Աստված ներգործեց, որ Աստված գործադրեց Հիսուս Քրիստոսին հարություն տալու, ասում է այդ զորությունը ձեր մեջ է։ Եվ ես աղոթք եմ անում, որ Աստված տա ձեզ իմաստություն, տա ձեզ գիտություն, հայտնություն, որպեսզի դուք միտք առնեք ճանաչելու այդ զորությունը, իմանալու այդ զորությունը։ Գիտեք, ասեմ, որ ընդհանրապես ասես մի խոսք եմ լսել, ես մի քանի օր առաջ մի դաս էի նայում ու հետաքրքիր միտք ասեց այդտեղ, ասես գիտեք, ոչ մեկ զորությունից չի ամաչում, ուժից չի ամաչում, ոչ մեկ չի ամաչում, որ ինքը ուժեղ է, որ ինքը շատ խելացի է, որ ինքը շատ հարուստ է, շատ, ասենք, ընդունակ է, ոչ մեկ նման բաներից չի ամաչում։ Երբեք չես ամաչում, վայ ամոթ, ցես կարմր է, ես այդ բանը գիտեի։ Չէ, ընդհակառակը մարդ ամաչում է, երբ որ չգիտի, երբ որ ուժը չի երիքում, չէ։ Ասենք, բայց զորությունից, ուժից ոչ ոք չի ամաչում։ Ցայնեղ ասենք, կարամարտը խոնար լինի, ծածկի, ցույց չտա իր ուժը։ Բայց երբ որ այդ ուժը հայտնվում է, գործադրվում է, ասենք տարբեր ֆիլմեր ենք նայում, այնտեղ սուպեր գերոյների բաների ֆանտաստիկ, չէ՞, չենք տեսել, որ ինչ որ սուպեր գերոյից ընդ ամաչի, օ, ես ինչ ուժեղ եմ, նկարած լինեն։ Չէ, ոչ մեկ իր ուժից չի ամաչում։ Այլ ընդհակառակը, մարդը ամաչում է, երբ որ չունի այդ ուժը։ Եվ Աստված ասում է, մենք զորություն ունենք։ Մենք քրիստոնյաներս, երբ որ մենք հասկանանք, ինչպիսի զորություն ունենք, ինչպիսի զորություն է Աստված դրել մեր մեջ, ինչպիսի կարողություն, ուժ կա մեր մեջ, գիտեք, մենք ոչ թե կամաչենք դրանից, որ ասենք կամ վայ ինչ անհարմար կզգանք, այլ կպարծենանք։ Մի քիչ ասենց բան եմ ասում, կպարծենանք դրանով։ Ամեն ընդհանրապես աշխարհում զորությունը մի ուրիշ բանի մեջ է։ Մի հատ ասենց ռուսների մոտ ասենց կրիլատի խոսք կա, չէ՞, բանի կինոից ասենք բրատվա կինոն, եթե նայել եք 20 տարիներ առաջ, որ ասում է, в чем сила, брат։ Ունդեղ տարբեր բաներ են ասում են, որ մեկ ասում է ուժը փողի մեջ է, ոմանք ուժը իշխանության մեջ է, բայց հետո ասում է ուժը
ճշմարտության մեջ է, ճիշտի մեջ է։ Բայց ես ուզում եմ այդ կինոյի բառերով չասենք, ես ուզում եմ այդ ճշմարտությունը, որտեղ այդ ճշմարտությունն շատ տարբեր մարդկանց համար տարբեր է։ Ես ուզում եմ այսօր գանք Աստծո ճշմարտությանը եւ տեսնենք ինչու՞մն է մեր ուժը, կամ ինչու՞մն է մեր ուժի աղբյուրը։ Գիտեք, Աստված մեզ մի քանի զորության աղբյուրներ է ցույց տալիս, որտեղից մենք կարանք զորություն վերցնենք, որտեղ կարանք մենք զորանանք, որտեղ Աստված ցույց է տալիս մեր զորությունը, մեր ուժը եւ մեր կարողությունը։ Եվ դրա համար այսօր մի քանի տեղեր ենք կարդալու միասին եւ փորձենք տեսնել ինչու՞մն է մեր զորությունը։ Աստվածային զորությունը, ոչ թե մարդկային զորությունը։ Ուրեմն առաջի տեղը, որ ուզում եմ կարդամ, եկեք միասին բացենք Մարկոսի ավետարան 8-րդ գլուխ 39 խոսքը։ Եվ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Աստծո արքայությունը զորությունով եկած։ Մինչև չտեսնեն ինչը Աստծո արքայությունը զորությունով եկած։ Միտեղ էլ կարդամ, որպեսզի ավելի պարզ դառնա, որտեղ ոմանք ասեն, դե ես իմ եփ կլինի, ոնց կլինի, բայց Աստված խոսում էր այն արքայության մասին, որը ինքը արդեն քարոզում էր, որը ինքը ասում էր արդեն ձեր մեջ է եւ այլն։ Առաջի Կորինթացիների 4-րդ գլխի 19-20 համարները, որտեղ Պողոս Առաքյալը ասում է, բայց շուտով կգամ ձեր մոտ, առաջի Կորինթացիս 4:19 եւ 20 համարները։ Ասում է շուտով կգամ ձեր մոտ, եթե Տերը կամենա եւ կհասկանամ ոչ թե հպարտացածների խոսքը, այլ զորությունը, որտեղ Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությունով։ Աստված ասում է Աստծո արքայությունը զորությունով է։ Աստծո արքայության մեջ կա զորություն։ Մենք մի ժամանակ գտնվում ենք խավարի իշխանության եւ խավարի աշխայության sense մեջ, բայց Աստված ինչ արեց, մեզ վերցրեց եւ տեղափոխեց իր որդու արքայության մեջ։ Հիսուս Քրիստոսը երբ որ եկավ, ինչ էր քարոզում Աստծո արքայությունը, եւ ինքը չէր ասում հեռու, ասում էր մոտեցել է ձեզ Աստծո արքայությունը, արդ ապաշխարեցեք եւ մտեք դրա մեջ։ Եվ մենք այսօր գիտենք, մանավանդ ովքեր գալիս են, ասենք, եկեղեցի, քարոզվում է, սովորացվում է, որ առաջի պահից, երբ որ մենք ընդունեցինք Հիսուս Քրիստոսին, մենք մտանք Աստծո արքայության մեջ։ Մենք դառանք Աստծո արքայության մասնիկը։ Աստված ասում է, երբ որ մենք հավատացինք, մենք դառանք Աստծո որդիներ, երբ որ մենք հավատացինք, մեր անունները գրվեց երկնքում, երբ որ մենք հավատացինք, մենք դառանք Աստծո արքայության քաղաքացիներ, չէ՞։ Եվ այդ ամենը խոսում է, որ մենք Աստծո արքայության մեջ ենք։ Իսկ Աստծո արքայությունը զորությունով է, զորությունը։ Կորինթացիների թղթի մեջ ասում է Աստծո նույնիսկ տկարը ավելի զորավոր է, քան աշխարհի մարդը։ Միտեղ եմ ուզում կարդամ, հետո նոր շարունակեմ այս միտքը։ Ուրեմն Ղուկասի ավետարան 10-րդ գլխի 19 համարը։ Ահա իշխանություն տվեցի ձեզ կողելու օձերի, կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Աստված ասում է սա, Հիսուս ասում է սա իր աշակերտներին, ահա ձեզ իշխանություն տվեցի, ահա ձեզ զորություն տվեցի, թշնամու ամեն իշխանության, ամեն զորության վրա կող տալու եւ նա ձեզ չի վնասի։ Գիտեք, երբ որ ասենք ինչ որ պետություն հաղթանակ է տանում, այդ հաղթանակը ումն է, մենակ նրան ովքեր պատերազմի դաշտում ասենք հաղթեցին, թե այդ հաղթանակը բոլորինն է։ Արդյոք այդ հաղթանակը այն սալդատինն է նայ, որ պրոստը պատերազմի դաշտում մենակ ճաշը փող այլ է։ Իրանը հաղթանակը Իրանն է, թե Իրանը չի։ Ինքը ասում է հաղթեցի։ Ինքը զենքել չի կարող բռնել իր ձեռքը, բայց ասում է հաղթեցինք։ Ավելին ասեմ, այդ պետության մեջ ապրող այն մարդը, որը
աշխատել ասենք ու ինչ որ զենքերա պատրաստել ասենք, բայց ինքը ոչ մի անգամ պատերազմի դաշտում չէ։ Այդ հաղթանակը Իրանն է թե Իրանը չի։ Ասում է հաղթեցի։ Ավելին ասեմ, գիտեք այդ երկրում ապրող են փոքր երեխեքը, որ սկի չեն էլ հասկանում ինչ է, նույնիսկ իրանք ուրախանում են ու ասում են հաղթեցինք, որ իրանք սկի կապել չեն ունեցել պատերազմի հետ։ Գիտեք Հիսուս Քրիստոսը երբ որ հաղթեց, երբ որ Աստծո արքայության, երբ որ ինքը մահի եւ մահվան այդ դժոխքի բանալիները վերցրեց, ինքը չասեց, «Էս իմ հաղթությունն է», այս հաղթությունը մեր բոլորինն է։ Աստծո արքայության մեջ գտնվող ամեն մի անդամինն է այս հաղթությունը։ Եվ մենք ամենքս ունենք զորություն եւ կարողություն լինելով որտեղ Աստծո արքայության մեջ։ Գիտեք, մի բան ասեմ, այդ նոր առաջ գնամ, երբ որ կթվարկեմ այս զորությունները ավտոմատ չեն գալի մեր կյանքի մեջ, ամեն մի զորության համար կա պայման։ Եվ որպեսզի Աստծո արքայության զորությունը գա իմ կյանքի մեջ, ինձ պետք է պայման, ինձ պետք է մտնել այդ արքայության մեջ, ինձ պետք է դառնալ այդ արքայության բաժինը, մասնիկը։ Մենք շատ ժամանակ ասում ենք, գիտես, երբ որ դու դառնում ես եկեղեցու անդամ, դու մտնում ես Աստծո պաշտպանության տակ։ Եվ սա ճշմարիտ է։ Եվ հակառակը, երբ որ ինչ-որ մեկին եկեղեցուց կտրում են, իրան սենց կարծես դուրս են բերում Աստծո պաշտպանության տակից։ Եվ սա ճշմարտությունն է։ Սատանան, երբ որ եկավ Հոբին ուզում էր վնասել, ասավ չեմ կարող ոչ մի բան անեմ, որովհետև Տեր դու իրան ցանկապատել ես։ Աստված իր ժողովրդին, իր արքայության ամեն մի անդամի ցանկապատում է եւ մենք գտնվում ենք ոչ միայն պաշտպանության մեջ, այլ մենք գտնվում ենք հաղթողի բանակի մեջ եւ մենք զորավոր ենք։ Եվ մենք զորավոր ենք, Հիսուս ասեց, ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները, գիտեք դռները դարպասները այդ այնտեղն է, որ ամենազորավոր, ամենաուժեղն է, ասավ չի կարող հաղթի։ Եթե ես Աստծո մեջ եմ, նույնիսկ ամբողջ դժոխքը իմ դեմ դուրս գա, չի կարող հաղթի։ Աստված ասում է ոչ մի զենք չի հաջողվի քո դեմ, ինչի որտեվ ես հաղթողի բանակի մեջ եմ, ես զորավորների բանակի մեջ եմ։ Նույնիսկ եթե ոչ մի բան, նույնիսկ եթե փոքր երեխա եմ, նույնիսկ եթե պատերազմի գործիք օգտագործել չգիտեմ, ես հաղթողի բանակի մեջ եմ եւ ես զորավոր եմ։ Եվ երբ որ մարդ կա Աստծո մեջ փրկված եւ գտնվում է տկար վիճակում, դեպրեսիայի վիճակում, լսի քեզ մի բան է իմանալ, հասկացի թե դու ում բանակում ես դու։ Եվ մենակ այս բանը հասկանալ, այս բանը վերցնելը քո կյանքի մեջ արդեն իսկ քեզ կարա ազատի ամեն կապանքից եւ ամեն թշնամու հարձակումից։ Ամեն, որտեղ մենք Աստծո արքայության մեջ ենք, իսկ Աստծո արքայությունը զորությունով է։ Եվ մենք այդ զորությունից բաժին ունենք։ Ամեն։ Հալելույա։ Եկեք առաջ գնանք։ Երկրորդը սա առաջի զորության աղբյուրն է։ Ես 5 զորության աղբյուրներ եմ ասել։ Երկրորդը Գործք Առաքելոց առաջի գլուխ, երբ որ Հիսուսը պետք է գնար, կանչեց իր աշակերտներին եւ նրանց միասին հավաքված ժամանակը պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք։ Եվ 8-րդ խոսքի մեջ շարունակությունը ասում է, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Ասում է, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա կգա, ինչ կառնեք, զորություն կառնեք։ Երբ որ Սուրբ Հոգին մեր վրա գալի, մենք զորություն ենք առնում։ Ղուկասի ավետարանի 4-րդ գլխի, չէ, եկեք մի ուրիշ տեղ կարդամ։ Գործք Առաքելոց 4-րդ գլխի 31 խոսքը։ Ասում է, սա այնտեղն է, երբ որ աշակերտները վելան, վկայեցին եւ քահանաները բռնեցին այդ աշակերտներին եւ աշակերտները լավ գիտեին այդ քահանաների կարողությունը, որտեղ իրանք էին Հիսուսին խաչել տվել։ Եվ բռնեցին աշակերտներին, տարան այնտեղ շատ, ասենք,
угрожающий, ասենք բան արեցին, ասենք սրանից հետո ձեզ պատվեր ենք տալի չքարոզեք հանկարծ, որովհետև իմացեք թե ձեզ բռնել ենք ձեր վերջը վատա լինելու։ Եվ ասենք աշակերտներին վախեցնելով բաց թողեցին, ասին գնացեք էլ Հիսուսի անունով չքարոզեք։ Ու աշակերտները եկան, միգուցե ասես մի քիչ բան եղած ու սկսեցին աղոթք անել, ասին Տեր Աստված ջան, տեսար ինչ են ասում, եւ աղոթք արեցին, ասին լսի նրանց աղոթք եւ մեզ ուժ տուր, զորություն տուր։ Եվ 4-րդ գլխի 31-րդ խոսքի մեջ գրված է, եւ նրանք աղոթք անելիս շարժվեց այնտեղը, ուր որ հավաքված էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, եւ Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ։ Վախցրել էին, ասել էին հանկարծ չանեք, թե չէ բռնելու ենք ու կարային նաև սպանեին, բայց երբ որ եկան աղոթք արեցին, ասում է տեղը շարժվեց, լցվեցին Սուրբ Հոգով եւ всё, զորությունը եկավ, դուրս եկան եւ սկսեցին համարձակությամբ քարոզել։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ աշակերտների վրա, գիտեք Պետրոսը, որը մինչև այդ 3 անգամ Հիսուսին օրացել էր մենակ այն պատճառով, որ ինչ որ սպասավոր, ինչ որ կին ծառա մոտեցե ասել էր ես քեզ գիտեմ, այդ Պետրոսը, երբ որ Սուրբ Հոգին իր վրա եկավ, կանգնեց հազարավոր ժողովրդի առաջ Իսրայելի մեջ եւ ասավ եւ սկսեց քարոզել համարձակ Հիսուս Քրիստոսի մասին, որ ինքը Հիսուսի աշակերտ, որտեղից այդ զորությունը քեզ Պետրոս, այդ ինչ կատարվեց քո հետ։ Հիսուսի մասին գրված է Ղուկասի ավետարան 10-րդ գլխի 19-րդ խոսքը, կներեք 4-րդ գլխի 14-րդը։ Ղուկաս 4:14։ Ասում է եւ Հիսուսը հոգիի զորությունով հետ դարավ Գալիլեա եւ նրա համբավը դուրս գնաց ամբողջ գավառի ամեն կողմերը։ Հիսուս Քրիստոսը ինչպես Սուրբ Հոգու զորությունով վետ դարձավ։ Եվ մարդիկ երբ որ տեսնում էին, ասում էին այ Պետրոս, ես քեզ որտից ես զոր, Հիսուսին տեսնում ասում են, այս են Հիսուսը չի որ մեր մեջ հյուսներ, այս որտեղից իր այդ զորությունը, Սուրբ Հոգու զորությունով։ Գիտեք, երբ որ դու լցվում ես Սուրբ Հոգով, երբ որ Սուրբ Հոգին լցվում է, երբ որ Սուրբ Հոգի լեցունությունը գալիս է, մարդիկ զարմանալու, այս որտեղից է սա զորությունը։ Ես դու են կարենը չես, ես դու են արաբոն չես, ես դու են սակոն չես, ես դու ամեն մեկս կարանք մեր անունը, ես որտեղից քեզ է զորությունը։ Սուրբ Հոգու լեցունությունը։ Գիտեք, ստեղել եմ ուզում պայման ասեմ։ Երբ որ այո մենք վերստին ծնվում ենք, Աստված գալիս է իր Սուրբ Հոգով բնակվում է մեր մեջ։ Բայց մինչև ես չլցվեմ Սուրբ Հոգով, այդ զորությունը չի կարա արտահայտվի իմ կյանքի մեջ։ Ինձ պետք է լցվել Սուրբ Հոգով։ Մեզ պետք է լցվել Սուրբ Հոգով։ Այդ զորությունը գործում է, երբ որ մենք լցվում ենք Սուրբ Հոգով։ Մենակ ասել ես Սուրբ Հոգի ունեմ եւ ես զորավոր եմ բավական չի։ Ինձ եւ քեզ հարկավոր է լցվել Սուրբ Հոգով, որպեսզի այդ զորությունը սկսի գործել մեր կյանքի մեջ։ Աստծո զորությունը ներգործում է, նրա զորությունը գործում է այն ժամանակ, երբ որ մենք լեցվում ենք Սուրբ Հոգով։ Դրա համար Աստծո խոսքը մեզ քաջալերում ասում է՝ մի արպեք գինով այս Սուրբ Հոգիով լեցվեցեք։ Որպեսզի կարողանանք Աստծո զորավոր գործեր անել, որպեսզի կարողանանք հակառակվել սատանային, որպեսզի կարողանանք նրա զորությունը քանդել։ Ամեն, մեզ պետք է լեցվել Սուրբ Հոգիով։ Եվ սա զորության աղբյուրն է։ Եվ սա, գիտեք, այն չի, որի համար հետո դու կամաչես, ես քին լեցվեցի, չէ, սա այն բանն է, երբ որ դու լեցվեցիր եւ զորություն եկավ քո մեջ, դու հետո դրա համար ասելու ես, Տեր, ինչքան շնորհակալ եմ քեզանից։ Դու չես կարա պահես, թաքցնես այդ զորությունը։ Երկրորդ աղբյուրը զորության, դա Սուրբ Հոգին է։ Շարունակենք։ Մարկոսի ավետարան 9-րդ գլուխ 38 խոսքը։ Հիսուսին եկան ու պատմեցին, ասին ինչ որ մարդիկ կա քո անունով հրաշքներ, նշաններ էր անում, չգիտեմ ինչ են անում, եւ Հիսուսը ասեց. մի արգելեք նրան, որովհետեւ ոչ ոք չկա, որ իմ անունով մի զորություն անի եւ կարողանա շուտով հայոյել ինձ։ Ոչ ոք չկա, որ կարողանա ինչ անի, իմ անունով զորություն անի։
Ով կարա հուշի, որն է երրորդ աղբյուրը զորության։ Գործ քառակելոց, եկեք մի տեղ էլ բացենք։ Գործ քառակելոց 3-րդ գլուխ 6-րդ խոսք։ Պետրոսը եւ Հովհաննեսը գնում էին տաճար եւ տաճարին մտնելուց տեսան մի կաղ մարդ, որը իցնե կաղ էր եւ երբ որ տեսան, որ ինքը հավատք ունի, ասմանայել ուշ կդարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մի բան առնի նրանից, 6-րդ խոսքը ասում է. Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով վեր կաց եւ ման եք։ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով վեր կաց եւ ման եք։ Եվ այս ձեռքից բռնեց, վեր կացրեց նրան եւ շուտով հաստատվեցին նրա սրունքները եւ բարձկերը եւ վեր թռավ կանգնեց եւ ման էր գալիս նրանց հետ, մտավ տաճարը ման գալով եւ վազ էր տալիս։ Իմիջալուց այս մարդը իծնե կաղ էր ծնվել։ Եվ հետո շարունակության մեջ 16-րդ խոսքում, երբ որ բոլոր ժողովուրդը հավաքվեցին ու զարմացած էին, այս ոնց է լավ, այս ինչ ձև կատարվեց այս բանը, Պետրոսը ասում է եւ նրա ասում է ինչի եք զարմացել, կարծես թե ես իմ կարողությունով ու զորությունով արեցի, հետո խոսում է Հիսուսի մասին եւ 16-րդ խոսքը ասում է նրա անունի հավատքով սրան որ տեսնում եք եւ ճանաչում եք նրա անունը հաստատեց եւ նույն հավատքը որ նրանով է այս առողջությունը տվեց դրա ձեր ամենքի առաջին նրա անունի զորությունը։ Գիտեք Հիսուս Քրիստոս անվան մեջ զորություն կա։ Եկեք մի տեղ էլ կարդամ նոր շարունակեմ այս թեման։ Փիլիպեցիների 2-րդ գլխի 9-րդ խոսքից, երբ որ նկարագրում է Հիսուս Քրիստոսին, ասում է լինելով Աստծո պատկերով, հափշտակություն չհամարեց իր անձ Աստծուն հավասար անելու, այլ խոնարհվեց, մարդու կերպարանք առավ, հետո էլ խոնարհվեց, ծառայի կերպարանք առավ, նորից խոնարհվեց խաչի մահով մահանալու եւ ասում է եւ դրա համար 9-րդ խոսքը նրա համար են Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ, երկրավորների եւ երկրի տակ լինողների եւ ամեն լեզու դավանի թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Ասում է Աստված նրան մի անուն շնորհեց, որ նրա անվան առջև ծունկ դրվի կրկնվի ամեն ծունկ։ Հիսուս անունից բարձր անուն գոյություն չունի։ Նրա անվան մեջ մենք ունենք զորություն։ Նրա անվան մեջ կա զորություն։ Եվ Պետրոս ասեց Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց եւ ասում է նրա անվան հավատքը, նրա անվան զորությունը այս կաղին վեր կացրեց։ Գիտեք, Հիսուսը ասեց, մինչև հիմա իմ անունով բան չխնդրեցիք, խնդրեք իմ անունով եւ Աստված կտա։ Գիտեք, նրա անվան մեջ զորություն կա։ Հիսուս Քրիստոս անվան մեջ զորություն կա։ Բայց նորից ուզում եմ գամ պայմանին։ Գիտեք, Հիսուս Քրիստոս անունը կախարդական փայտիկ չի, որ հենց այդ անունը ասեմ, միանգամից հրաշք կատարվի, միանգամից զորություն կատարվի։ Գիտեք, մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը եղել է երկրի վրա սրանից մոտավորապես 2000 տարի առաջ։ Հավատում ենք, որ ապրել է, որ հրաշքներ ա գործել, նշաններ ա գործել, աշակերտներ ա ունեցել, որ խաչվել ա, մահացել ա եւ երրորդ օրը հարություն ա առել եւ հիմա հոր աջ կողմում ա։ Հավատում ենք սրան։ Բայց գիտեք, էսի բավական չի, որ նրա անվան զորությունով սկսես գործել։ Սա բավական չի։ Մի ժամանակ Գործ քառակելոցի մեջ ա գրված, ասում է մարդիկ կային, այնտեղ ասում է երթմնեցուցիչ էին, չգիտեմ ինչի համար այդ անունը ասում,
ասма որոնք մի հատ դիվահարի կթան ու ասին փորձենք այս դիվահարին այս մարդու միջից, այս դևին այս մարդու միջից քշենք։ Ու ասեցին այն Հիսուսի անունով, որին քարոզում է Պողոսը, քեզ ասում ենք դուրս արի։ Գիտեք այդ դևը ինչ ասեց։ Ասեց Հիսուսին գիտեմ, Պողոսին գիտեմ, բայց դուք ով եք։ Բայց դուք ով եք։ Այն որ դու մենակ Հիսուսի անունը գիտես, դա քեզ զորություն չի տալիս։ Գիտեք, ստեղ մի շատ հետաքրքիր բան կա։ Գիտեք, երբ Հիսուսի անունը քո կյանքի մեջ բերում զորություն, երբ որ դու անձնապես նրան հանդիպել ես եւ ճանաչում ես։ Երբ որ դու գիտես ով է Հիսուսը, երբ որ դու նրա հետ հանդիպում ես ունեցել, երբ որ նրա հետ ամեն օր, գիտես ոչ թե ինքը մի անձնավորություն է, որը եղել է սրանից 2000 տարի եւ հիմա էլ հոր Աստծո աջ կողմը նստած է եւ մենք միշտ փառաբանում ենք, այլ ես նրա հետ ամեն օր կարամ հանդիպում ունենա։ Նա կենթանի է, նա ռեալ է, նա իմ Տերն է։ Պողոս առաքյալը երբ որ հանդիպեց նրան, ասեց ով ես դու Տեր, եւ ինքը ասեց ես եմ Քրիստոսը, որին դու հալի եւ գիտեք դրանից հետո փոխվեց նրա կյանքը։ Եվ նա զորություն ստացավ, եւ նա հայտնություններ ստացավ, ինչի որտեվ հանդիպեց անձնապես Հիսուս Քրիստոսին։ Նրա աշակերտները գիտեին Հիսուսին անձնապես, չնայած նրա ամբողջ բանին, թե նրա մեռնելուն, թե նրա հարությանը ականատես են եղել, բայց նրանք ճանաչում էին եւ ասեցին Հիսուս Քրիստոսի Նազովրեցի։ Մենք գիտենք ով է Հիսուսը։ Մենք ճանաչում ենք Հիսուսին։ Մենք նրա հետ ենք եղել։ Եվ եթե ես ու դու չճանաչենք Հիսուսին անձնապես, նրա հետ ամեն օր հարաբերություն չունենանք, գիտեք, այդ անունը մեր կյանքի, մեր շրթունքների մեջ ոչ մի զորություն չի կարող ունենալ։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի ապաշխարել, դե կոմունիստական ժամանակ այնքան էր, ասենք, խեղաթուրված հավատքը, որ մարդիկ Հիսուս Քրիստոս անունը նույնիսկ չէին հասկանում ինչ է։ Եվ հիշում եմ տատիկս մի օր մոտիկացավ, ասավ, այդ որ ասում եք Հիսուս Քրիստոս, բախեն հենց չարին տենում ասում Հիսուս Քրիստոս։ Իրան թվում էր թե իդի վատ բառա։ Հենց չարին տենում ես, ոնց որ ասում ես, «Ա Հիսուս Քրիստոս, այս չարը որտից է»։ Ու այդ ժամանակ հորողբորս կինը, ես այդքան շատ գիտություն չունեի, ասավ, «Մամ ջան, էդի ասում եմ, որ այդ Հիսուս Քրիստոս անունից չարը վախենա, փախնի»։ Բայց գիտես, եթե դու չես ճանաչում Հիսուս Քրիստոսին անձնապես, ինչքան ուզում ես ասա Հիսուս Քրիստոս։ Այդ մարդիկ եկան ասին մենք Հիսուսի անունով ասում ասան, գիտեմ Պետրոսին էլ, գիտեմ Հիսուսին, բա դուք ով եք։ Այդ մարդիկ չէին ճանաչում Հիսուսին, մենակ գիտեին, որ նրա անվան մեջ կա զորություն։ Եվ այսօր որպեսզի Հիսուս Քրիստոս անունը մեզ համար զորություն ունենա, ինձ ու քեզ պետք է ամեն օր Կակ մինիմում, չգիտեմ, մենք պետք է հանդիպում ունենանք Հիսուսի հետ, մենք պետք է ճանաչենք Հիսուս Քրիստոսին, երբ որ դու երգում ես, երբ որ քո փառաբանության ու երկրպագության ժամանակ, երբ որ կարդում ես այնտեղ հանկարծ Հիսուս Քրիստոս, քո համար ինչ է այդ Հիսուս Քրիստոսը անունը, թե դու արդեն գիտես, թե դու ճանաչում ես նրան, ում որ երգում ես, թե դու գիտես այդ անձնավորությունը, ում մասին որ դու երգում ես, եթե գիտես, Գիտես, նրա անունը զորություն է, քո շրթունքների վրա։ Եթե չես ճանաչում, եթե դա պրոստը Հիսուս Քրիստոս մի բառ է, ստեղ մտածելու բան կա։ Հանդիպիր, խնդրի, երբ որ գալիս ես աղոթքի մեջ, ասա Տեր, ես ուզում եմ հանդիպել քեզ։ Տեր, ես ուզում եմ, որպեսզի դու գաս իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ հանդիպում ունենալ, ճանաչել քեզ, ճանաչել քո ներկայությունը, ճանաչել քո անձը, ունենալ Since մեր Ռուսլանն ասում է keep հարաբերություն քո հետ։ Ուզում եմ քիպլի կանամ քո հետ։ Ամեն։ Հալելույա։ Չորրորդ զորության աղբյուրը։ Երկրորդ Կորինթացիների թուղթ 6-րդ գլխի 7-րդ համարը։
Ստեղ խոսում է հավատքի զորությունների, գործիքների, զենքերի մասին եւ ասում է ճշմարտության խոսքով, Աստծո զորությունով, արդարության զենքերով աջ կողմից եւ ձախ կողմից։ Ճշմարտության խոսքով եւ հետո շարունակություն ասում է Աստծո զորությունով։ Բայց որպեսզի ավելի պարզ դառնա այդ պահը, եկեք մի տեղ էլ կարդանք Եբրայեցիների առաջի գլուխ, Եբրայեցիների թուղթ առաջի գլուխ 3-րդ խոսք, որտեղ խոսում է Հիսուսի մասին, նրա որդու մասին ու ասում է, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է մեր մեղքերի սրբություն իրանով անելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձունքներում։ Ասում է Աստծո էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է։ Ինչով? Զորության խոսքով։ Գիտեք, Աստծո խոսքը զորություն է։ Աստծո խոսքի մեջ զորություն կա։ Աստծո խոսքի մեջ այնքան զորություն կա, որ երբ որ մարդիկ հասկանում էին դա, գալիս էին Հիսուսին, ասում էին, այս վերջերս մի քանի անգամ քարոզների ժամանակ նշվել է այս պատմությունը, ասում էին Հիսուս պետք չի դու գաս, մի հատ մի բառ ասա։ Մի բառ ասա, այդ բառը հերիք է։ Ինչի համար, որտեղ նրանք հասկանում էին ինչպիսի զորություն կա նրա խոսքերի մեջ։ Աստծո խոսքի զորությունը այնքան ուժեղ է, որ Աստված ասես թող լույս լինի, եւ այդ Աստծո զորությունը, Աստծո խոսքի զորությունը, գիտեք, ծնեց, ստեղծագործեց լույսը։ Աստծո խոսքի զորությունը այնքան է, որ Աստված ասեց երկիր լինի եւ երկիր եղավ։ Աստծո խոսքի զորություն, մենք Աստվածաշունչ ասում է Աստծո խոսքով է այս ամեն ինչը, որ մենք տեսնում ենք, ստեղծված, արարված։ Այսօր որպեսի մարդիկ մի հատ, ասենք, ինչ որ զորավոր, ինչ որ բան կառուցեն, չէ, որի մեջ զորություն ուժ կա։ Ինչքան էներգիա, ինչքան, ասենք, աշխատանք, ինչքան բան պետք է։ Գիտեք, Աստված մի հատ ասել է լույս լինի, այդ բառը ասել լույս ու արեգակը հայտնվել է։ Արեգակի միջի զորությունը, ասում է, եթե ասես մի հատ համեմատություն են բերում, ասում են, եթե երկրի վրա վերցրած բոլոր էներգիան, բոլոր ատոմային զենքերը, ամեն ինչը իրար հետ սենց փորձեն պայթեցնեն ու ինչ որ էներգիա, ասում են մի վայրկյան հերիք կանի, որպեսզի ասենք արեգակի այդ լույսը տա, մի վայրկյան, այդ ամբողջ էներգիան։ Իսկ արեգակը ամեն օր իր զորությունով, որտեղից իրան Աստծո խոսքի մեջ կա զորություն։ Եվ գիտեք ինչ, Աստված այդ իր խոսքի զորությունը մեզ ա տվել։ Մեզ ա տվել, մեր ձեռքերում է։ Աստվածաշունչ գիրքը այսօր մենք ունենք, Աստծո խոսքը մեզ ա տրված։ Ոմանք այսօր ասում ես Աստվածաշունչ կարդա, դե դա 5 գիրք է։ Գիտեք, եթե մենք հասկանանք, Պողոս առաքյալը ասում է, եթե մենք հասկանանք ինչպիսի զորություն կա, այդ Աստծո խոսքը մեր աչքերի առաջից հեռու չենք տանի։ Եթե միայն մենք հասկանանք ինչպիսի զորություն է Աստված դրել իր խոսքի մեջ։ Դրա համար Պողոս առաքյալը աղոթք անում, ասում աղոթք եմ անում, որ տա Աստված իմաստություն, տա գիտություն, տա ձեզ հասկացողություն, լուսավորի, որպեսզի իմանաք ինչ զորություն է Աստված ձեզ տվել, եւ այդ զորությունը նրա խոսքի մեջ է։ Բայց նորից հետ գամ բայցին, պայման կա։ Աստվածաշունչ գիրքը սովորացնում է մեզ, ասում է գիրը սպանում է եւ հոգին է կենթանացնողը։ Եթե մենք զուտ գիրը վերցնենք առանց Աստծո հոգիի, իսկ այդ խոսքը մենակ գիր չէ, այդ խոսքը կյանք է եւ հոգի է։ Այդ խոսքը եթե մենք վերցնենք պրոստը որպես գիր եւ ասենք, ահա, սենց է գրած, ուրեմն սենց պետք է առանց այդ խոսքի հոգին ընդունելու, ոնց որ մնացած բոլոր օրինակների մեջ պատմեցի, դա ոչինչ չի բերի մեր կյանքի մեջ։ Աստծո մարդիկ, աստվածաբանները, ուսուցիչները այսպիսի խոսք են ասում են, պետք է Աստծո խոսքը դառնա ռեմա, դառնա հայտնություն մեր համար, կենթանանա մեր համար։ Երբ որ Աստծո խոսքը կենթանանում է ինձ համար,
գիտեք այդ խոսքը, որը կարող ամեն օր կարդացել եմ, կարող շատ եմ անցել ու մեկ էլ երբ որ կենթանանում եմ, մեկ էլ մի զորություն եկավ։ Մի բան գործեց իմ կյանքի մեջ, որը ոչ մի ձևով հնարավոր չէր հաղթահարել, բայց այդ խոսքը մի վայրկյանում այդ սաղ խնդիրները լուծեց։ Այդ սաղ վախը, այդ սաղ դժվարությունը, սաղ ինչ որ բան կար, լուծեց ինչի համար, որտեղ այդ խոսքը մեկ էլ հոգ կենթանացավ ինձ համար, հոգի դառավ։ Եվ երբ որ խոսքը հոգի է դառնում, նրա մեջ զորություն կա, Աստծո խոսքի մեջ զորություն կա, Աստծո ժողովուրդ։ Երեք մի հատ ցենց օրինակ եմ բերում, ասում եմ, պատկերացրեք, տան մեջ նստած ես, 5 հատ կրանտ կա տան մեջ, ջրի։ Ու դու նստած ասես, ոխ, ես ինչ ծարավ եմ, մեկ ելներ մի բաժակ ջուր տար, որտեղ ինչ ճարեմ, 5 հատ կրանտ կա, լուպոյը բացի, ունդեղից ջրի ենենց լավ, գիտեք Աստված 5 զորության աղբյուր ա տվել, հեսա կշարունակեմ։ Բայց մենք մեկ էլ տկարանում ենք, վայ, այս ինչ դժվար է, այս ինչ նեղն է, այս ինչ դժվար է, դեպրեսիայի մեջ ենք ընկնում, պրոբլեմի մեջ ենք ընկնում, չենք կա։ Լսի, Աստված զորության աղբյուրներ ա տվել ինձ ու քեզ։ Ինձ պետք է պրոստը վերցնել եւ բացել այդ զորության աղբյուրը եւ օգտվել այդ զորությունից, որը մեզ տրված է, որը մերն է, մեր բաժինն է։ Հինգերորդը Ռոմեացիների առաջի գլուխ 16 խոսք։ Ասում որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին, առաջ հրեային, հետո հույնին։ Ասում ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, ինչի համար, որովհետև Աստծո զորությունն է։ Կարող առաջի հայացքից իրար նման թվա Աստծո խոսքն ու ավետարանը, բայց հեսա մի քիչ պարզացնեմ, ինչի համար խոսք ասեցի եւ ինչի համար հիմա ավետարան եմ ասում։ Ասում է Աստծո ավետարանը Աստծո զորությունն է։ Եվ ստեղ Պողոս Արաքյալը ասում է, այս ամոթ չեմ համարում։ Զորությունից ոչ մեկ չի ամաչում։ Եթե ես հասկանամ, ինչպիսի զորություն կա դրա մեջ, ես դրանից չեմ ամաչի։ Այլ դրանով կպարծենամ, այլ դրանով կհպարտանամ, այլ դա կօգտագործեմ մանավանդ ընդեղ, որտեղ որ պետք կա դրա օգտագործման։ Առաջի Կորինթացիների թուղթ առաջի խոսքի 18-րդ խոսքում նույն պահն ասում, որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունը։ Խաչի խոսքը, խաչի քարոզչությունը, ավետարանը կորածների համար ինչ է հիմարություն է, անմտություն է, բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունը։ Ամեն։ Եվ գիտեք, ուզում եմ ստեղ մի օրինակ բերեմ։ Միտեղ գրված է, ավետարանների մեջ է գրված, ուղղակի չեմ գրել, այդ տեղը բանավոր կասեմ։ Հիսուսը երբ որ մտնում է ժողովարան, ինչ էր անում, վերցնում էր գիրքը, միտեղ կա պարզ գրված դրա օրինակը, ասում է վերցրեց ժողովարանում գիրքը, բացեց Եսայի մարգարեություն եւ ասեց. Տիրոջ հոգին ինձ վրա է, եւ Տերը օծել է ինձ, չէ, ինչ անելու։ Աղքատներին ավետարան քարոզելու, չէ, կաղերին բժշկություն, հիվանդներին բժշկություն, գերիներին ազատ արձակելու, չէ։ Եվ սա ինչ է, օրինակ կաղի համար բժշկությունը ինչ է։ Ավետարան, ավետարան գիտեք, չէ, ինչ է, բարի լուր։ Աղքատի համար օրհնությունը ինչ է։ Ավետարան, կորսվածի համար փրկությունը ինչ է։ Ավետարան, հիվանդի համար բժշկությունը ավետարան, եւ Հիսուսը ինչ արեց, վերցրեց եւ ասեց ավետարան եմ քարոզում, ես եկել եմ բոլոր նրանց համար, ովքեր ինչ որ կորսված, ինչ որ տանջված, գերության մեջ են, ես եկել եմ ձեզ ավետարան, բարի լուր տալու։ Եվ այտենց մի օրինակ կա, գրված է միտեղ Հիսուսը մտավ ժողովարան եւ բացեց եւ խոսում էր, եւ գիտեք շարունակության մեջ ինչ է գրված,
եւ ասում է եւ Աստծո զորությունը այդ վայրում էր բժշկելու։ Հիսուսը ինչ էր անում, ավետարան էր խոսում, ավետարան էր քարոզում եւ Աստծո զորությունը ներկա էր այդ վայրում։ Գիտեք, մի հետաքրքիր մի sense գաղտնիք ասեմ զորության։ Ավետարանը, երբ որ սկսում ես ավետարան քարոզել, ավետարանի մեջ զորություն կա։ Դու արձակում ես Աստծո զորությունը այդ վայրի մեջ։ Երբ որ մարդուն, կորած մարդուն ասում ես, գիտես, Հիսուս ուզում է քեզ փրկել, դու ազատ ես արձակում փրկության զորությունը այդ մարդի կյանքի մեջ փրկություն բերելու։ Երբ որ հիվանդին ասում ես, գիտես, ինչ Հիսուս ուզում է որպեսզի դու բժշկվես, եւ ինքը դրա համար սենց բաներ արել, գիտեք ինչ ես անում դու սրանով, դու զորություն ես արձակում Աստծո զորությունը բժշկություն գործելու։ Երբ որ գերին գալիս ես ու ասում ես, լսի, Հիսուս Քրիստոսը քանդել է, ջարդել է անեծքի ու գերության ամեն կապանքները, որպեսզի դու ազատ լինես, դու ինչ ես խոսում, ավետարան, բայց այդ ավետարանը Աստծո զորությունն արձակում այդ վայրի մեջ, այդ մարդու կյանքի մեջ բերելու ինչը ազատագրությունը։ Ասում եմ, Աստծո ավետարանը ամոթ չեմ համարում, որտեղ նա Աստծո զորությունն է։ Ավետարանի մեջ զորություն կա, եւ երբ որ մենք ավետարան ենք քարոզում, նրա մեջ մենք արձակում ենք Աստծո զորությունը այդ վայրի մեջ բժշկություն գործելու։ Երբ որ դու խոսում ես բժշկության ավետարան, դու արձակում ես Աստծո զորությունը բժշկելու։ Երբ որ դու խոսում ես փրկության ավետարանը, դու արձակում ես զորությունը փրկություն գործելու։ Ամեն։ Դրա համար գիտեք, ավետարանի մեջ զորություն կա։ Ավետարանը դա Աստծո զորությունն է։ Բայց ստեղ էլ բայց կա։ Ոնց որ բոլոր տեղերի մեջ բայց կա, ստեղ էլ բայց կա։ Որպեսզի զորությունը գործի, պետք է հավատալ։ Եթե չհավատաս, միտեղ գրված է Հիսուսը եկավ, ասեց ու ոչ մեկ չէր ընդունում, ոչ մեկ չէր հավատում եւ ինքը չկարողացավ ոչինչ անել։ Չնայած Աստծո զորությունը տեղ էր։ Կամ այս օրինակի մեջ, երբ որ քիչ առաջ բերեցի, ասում Աստծո զորությունը տեղ էր, բայց փարիսեցիները չէին հավատում եւ նրանց կյանքում ոչինչ չկատարվեց։ Բայց այն մարդիկ, ովքեր հավատացին, ասում տանիքը քանդեցին, հիվանդին իջացրեցին եւ ինչ կատարվեց եւ բժշկած այդ մարդը գնաց տուն։ Ինչի համար, որտեղ հավատացին։ Որպեսզի ավետարանի զորությունը գործի, պետք է հավատք ներդնել դրա մեջ, պետք է հավատալ դրան։ Երբ որ մենք ասում ենք Հիսուս Քրիստոսը փրկիչ է, եթե մարդը չհավատա, այդ փրկիչի զորությունը, այդ ավետարանի զորությունը չի կարող իր կյանքի մեջ գործի դրվի։ Ամեն։ Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում, գիտեք, կա պայման, հավատալ է պետք։ Եվ ինչպես մի քիչ առաջ ասեցի, գիտեք Աստված մեզ տվել է զորության տարբեր աղբյուրներ։ Եվ այդ զորությունը մերն է։ Եվ այդ զորությունը մեզ է պատկանում։ Աստծո արքայությունը զորություն ունի։ Բայց ովքեր այդ զորությունը գա, ինձ պետք է մտնել արքայության մեջ։ Սուրբ Հոգու զորությունը, որպեսզի գործի իմ կյանքի մեջ, ինձ պետք է լեցվել Սուրբ Հոգով։ Հիսուս Քրիստոսի անվան զորությունը, որպեսզի ես կարողանամ ի գործ դնել, ինձ պետք է ճանաչեմ նրան, ունենամ հարաբերություն նրա հետ։ Որպեսզի Աստծո խոսքի զորությունը գործի իմ շրթունքների մեջ, պետք է այդ Աստծո խոսքը հոգի դառնա, կյանք դառնա իմ համար։ Եվ որպեսզի ավետարանը զորությունով գործի, պետք է հավատք դրա համար։ Ամեն։